Գնացքը գնում է երկար անվերջանալի ճանապարհով։ Դու անցորդ ես, քո ժամանակի անցորդը, քեզ բաժին ընկած կայարաններով։ Իսկ կայարաններում մարդիկ են, որ իրենց կյանքի ժամանակը, իրենց ապրածն ու զգացածը խառնում են քո կյանքի ժամանակին, ու դու հաջորդ կայարան արդեն հասնում ես նաև հատկապես այդ մարդու ապրածով, հայացքով, քեզ փոխանցած զգացողությամբ։ Այս անգամ կայարանում հանդիպում եմ Յավրուհրատ հրատարակչության հիմնադիր, արևելագետ Մարատ Յավրումյանին։ Բարի օր Մարատ։ Ամեն առավոտ, որ գալիս ես աշխատանքի, Երևան, նոր բացվող օր, հերթական մի առավոտ, ինչի մասին ես մտածում դու։ Առավոտները միշտ հիշում եմ իմ ծննդավայրը Ուկայսանը, որտեղ առավոտները միշտ սառն են ու միշտ հիշում եմ ինչպես էի դպրոց գնում ու ճանապարհին ջրափոսերը, սառած ջրափոսեր էին, այդ սառած ջրափոսերը կոտրելով, ջարդելով հասնում էինք դպրոց։ Ամեն երևանյան առավոտ ես փորձում եմ ապրել իմ ծննդավայրի այդ առավոտ, այդ մանկական, անհոգությունը, ուրախությունը, երբ կարելի է հրճվել ջրափոսի վրա, չխկոցով, կոտրելով։ Իսկ դա ինչ է, ընդհանրապես ինչ որ վերադարձ մանկությունը չկորցնելու, պահելու, հասունացող, մեծացող, մի քիչ ռեալացող կյանքի մեջ իրեն անվերջ տեղավորելու ձգտում, թե դա ինչ է ընդհանրապես այդ մանկության կանչը։ Չգիտեմ, ինձ թվում է փախուստ է իրականությունից, փախուստ է առօրյայից ու ամեն ինչի մեջ լավը տեսնելու, ամեն ինչի մեջ պիտանին տեսնելու, ցանկալին տեսնելու ինչ որ մի մղում։ Բլոգում, որտեղ դու նաև գրառումներ ես ներկայացնում, հաճախ հիշում ես քո ծննդավայրը։ Նաև ֆոտոներ ես հաճախ տեղադրում, հայրենի եզերք կարծեմ վերնագրով, չէ՞։ Հայրենիք, հա։ Կուզեի կիսեիր այն զգացողությունները, թե մարդը ինչ է թողնում հեռուներում այդ իր ծննդավայրում, երբ որ այդ խաղաղությունից, մանկությունից հետո հայտնվում է ամեն դեպքում մի վայրում, որտեղ չկա այն, ինչ որ կար այնտեղ։ Հայրենիքը այն ջրի մի կաթիլն է կամ թթվածնի մի կտորն է, որ ստիպում է ապրել, հա։ Ամենադժվար, ծանր, չգիտեմ, չկողմնորոշվող պահերին, ինչ որ մի բանի պիտի հենվել, ինչ որ մի բանի կարողանալ, հա, որպես նեցուկ հենվել։ Իհարկե, այդ այն հայրենիքը չի, որը հիմա կա, հա, այդ այն հայրենիքն է, որը ես ինքս պատկերացնում եմ, ինքս փորձում եմ ստեղծել, բայց երևեն նեցուկն է, որը քեզ օգնում է ապրել։ Այն հայրենիքը, որը իմ հայրենիքն է, ավելի դանդաղ է, ավելի սառը, զուսպ, խաղաղ ու զուսպը խտացած ասելիքով, չէ՞։ Հա, գույների մեջ զուսպ, մարդկային հարաբերությունների արտահայտման մեջ զուսպ։ Որի չի սիրում շաղագրատանք։ Հա, չգիտեմ, խոսքերը շատ չեն, ավելի շատ հայացքներ են միմյանց նկատմամբ փոխադարձ պատասխանատվության ու պարտավորության այդպիսի զգացում կա, հա, երբ պետք չէ ամեն ինչ բացատրել, հա, ինքնին հասկանալի է ու կա, դուք ծնվեցիք այդտեղ, հա, ձեր սոցիալական կապիտալ ունեք, բոլորը ձեզ ճանաչում են, երկրորդ անգամ ձեզ ցույց տալու, տեղավորելու, դիրքավորելու խնդիրը չկա, հա, դուք մյուսներին գիտեք, մյուսները ձեզ գիտեն, ու չգիտեմ, ինչ-որ հարաբերություններ են, ամեն ինչը, հա, ինչ-որ տեղափոխվելուց, հա, քաղաք տեղափոխվելուց պիտի ստեղծել, անել։ Իսկ այնտեղի վերուստ կոպիտ ասած, ծնվեցիք եւ կա։ Գրում է Մարատ Յավրումյան։ Թումանյանն էր երևի գրում, որ ամեն ինչ սկսվում է կարոտից, ու կարոտից ես գրում։ Երևի հեշտ է կարոտի մեջ ապրելը, որովհետև երազներում ինչ-որ բան ես սարքում, օդից ու օդի մեջ, եթերային, կասեին սրան, ու գիտես, որ եթերային է, կարոտում ես։ Չէ՞ որ այն տարել ես անցյալ կամ ուղարկել ես ապագա, չնայած երբեմն էլ հենց այդ պահին ունես։ Հենց այդ պահինը երկար չի տևում, ասենք մի լիամետրաժ ճապոնական մուլտի չափ, աղջկադ հետ կամ էլ մի երկու շրջան հեծանիվ որդուդ հետ, մինչ ինքը կհասցնի ծակել անիվը, ու դու էլ կբարկանաս, նա էլ կարթարանա ու դու կժպտաս, ու նրա հոգում էլ կհաստատվի հույսը, որ դու իրականում չես էլ բարկացել ու թեև խոստացել ես երկու շաբաթ նոր անիվ չգնել, որ պատժես միևնույնն է առավոտյան իրար հետ եք իջնելու սուրմալու վարպետի մոտ, որը Սունդուկյանի դերասան է ու անիվ եք առնելու, ու ինքը շտապելու է, իսկ դու չես շտապելու, որովհետև հենց այդ պահին ես զգում, թե ինչքան կարևոր է քեզ համար կյանքը, որովհետև որդիդ սպասում է, որ դու իր համար մի կարևոր բան կանես, ու դու հա ձգում ես, որովհետև փայլը,
որ հետո հայտնվելու է որդուդ աչքերում, երբ ձգում ես անիվը ու հեծանիվը շուռ տալիս, մի 2 վայրկյան ես հասցնելու տեսնել, որդիդ շատ արագ է հեծանիվն առնելու ու թռնելու։ Այնինչ դու նկարագրում ես, ի վերջո դա կյանքի տրամադրություն է, ներքին ինչ-որ ապրելու կերպ։ Իմ զրուցակիցներից մեկը, օրինակ, որոշել էր, որ ամենը պիտի թողնի ու վերադառնա գյուղ ապրելու եւ այդպես էլ արել էր։ Ես գիտեմ, որ դու քո մասնագիտական ճանապարհին նաեւ ապրել ես եւ աշխատել եւ սովորել ես Գերմանիայում։ Ես ուզում եմ այդ կապը պատկերացնել։ Հայրենի եզերք, ծննդավայր, քաղաք Երևան, որտեղ դու սովորել ես եւ հետո Գերմանիա, հետո նորից վերադարձ Հայաստան։ Դու երբեմն զգացողություն չունես, որ մի խաչմերուկում ես, այ թվածս դա խաչմերուկն է, հա, մի կողմում քո ծննդավայրն է, քաղաքն է եւ մեծ աշխարհն է։ Դու կռիվ չունես այդ խաչմերուկի ուղղությունների հետ։ Ուր գնալ, որտեղ ես ավելի շատ ինքդ քեզ հետ։ Գերմանիան երազանք էր, երբ ընդունվեցի պետական համալսարան, առաջի կուրսից իսկ որոշել էի, որ արևելագիտություն եւ Գերմանիան համարժեք բառեր են, կոպիտ ասած, մասնագիտության մեջ կայանալու համար Գերմանիան պարտադիր էր։ Այդ երազանքը ստացվեց 8 տարի հետո։ Գերմանիայում առաջին 6 ամիսը խորթ էր նրա համար, որ կարճելու ոչ մի բան չկար։ Երեկոյան համալսարանից տուն վերադառնալու չափազանց հետաքրքիր է, մինչև հիմա հիշում եմ։ Ավտոբուսի մեջ նստած, հա, ավտոբուսը համալսարանից տունը վերադառնում, հա, ու անցավ մի պուրակի մոտով, որտեղ չեմ հիշում ինչ ծառեր էին, բայց խշում էին պարդիների պես, որոնք խշում էին Ղուկայսանում։ Ահա։ Հա, ու այդ 6 ամսից հետո ինչ որ մի բա սկսում ես սիրել այն քաղաքը, որտեղ ապրում ես։ Բայց դրա հետ մեկտեղ կար կարոտ, ամենամեծ կարոտը, որը կար, հողի գույնն էր։ Չգիտեմ, հողը այստեղ ուրիշ գույն ունի։ Հա, այդ գույնը պակասում էր ինձ, հա։ Մեջքը քարին դեմ տալու, այդ քարից տաքություն ստանալու զգացումը։ Այդ զուտ զգայական մակարդակում են, հա, ու այդ ամեն ինչը կանչում էր ու ստացվեց, որ Գերմանիան մի հանգրվան էր, հա, երբ պիտի մասնագիտական ինչ-որ մի գործ անել, վերջացնել, ավարտել ու վերադառնալ ու ապրել այն կյանքով, այն միջավայրում, որը քեզ ավելի հարազատ է, որը իրոք քոնն է։
Մարատ, երազանքի մասին խոսեցիր, կարևոր բան է ընդհանրապես երազանք ունենալը, դա ինչ-որ շատ ռոմանտիկ, շատ հեղեղուկ, չբռնվող մի բան չի հնչում մեր օրերում։ Երազանքի հետ կապված միջ հիշում եմ վերջին զանգի ժամանակ։ Հա, այդ օրերին շատ են խոսում երազանքի մասին։ Ու մեր ուսուցիչներից մեկը մաղթանքներից մեկն էր ասում էր երբեք չմոռանաք չդադարեք երազել։ Երբ դադարեցիք երազել, ել չգիտեմ, երեխա չեք, ավելի դժվար է ապրելը, ինչ որ մի բան գործնում եք։ Երազանքները փոխվում են, անդադ փոխվում են, բայց առանց երազանք ապրելու չգիտեմ, երևի դժվար է։ Մարատ, այդ երազանքներից մեկը, երազանք ունենալու եւ դա իրականացնելու այդ ծրագրի մեջ, այսպես ասեմ, տեղավորվում է Յավրուհրատ հրատարակչությունը։ Այն ինչ դու ստեղծել ես եւ չգիտեմ քանի տարի է, հավանաբար 1-2 տարի է, հա, կա Յավրուհրատը։ Յավրուհրատը կա 2012-ից, մոտավորապես 3 տարի։ Պատմիր, այդ ինչու դու դրեցիր քո փոքրիկ ուսերին, տենց մի մեծ գործ։ Այս հարցին 3 տարի առաջ շատ ավելի արագ ու հեշտ կպատասխանայի, հա, ու պատասխանը կներ մոտավորապես այսպեսին, հա, չկար հայերեն էլեկտրոնային գրքեր եւ որոշեցի, որ պիտի լինեն հայերեն էլեկտրոնային գրքեր։ Այս այն զգայական մակարդակում էր, որի գիտակցումը հետո շատ ավելի ուշ էր գալու։ Հիմա Յավրոհրատը զգացողություն է ավելի շուտ, հա, ինչի սկսեցի, ինչի պիտի ես սկսեի, արժեր արդյոք սկսել, ես տեսա, որ պիտի գրքեր լինեն, ես որոշեցի անել, մյուս տարբերակը տեսնել ու սպասել, որ ինչ-որ մեկը կանի, ու հետո կռվել այդ ինչ-որ մեկի հետ, որ ավելի լավ չի անում կամ ավելի լավ է անում, քան դու ինքդ կանգնեիր։ Ես տեսել եմ պատասխանատվությունը իմ վրա է, ուրեմն ես ինքս պիտի անեմ ու չգիտեմ, չարժի սպասել։ Դու դա ինչպես ես իրականացնում։ Մի քիչ այդ տեխնիկական մասը խնդրում եմ բացատրի։ Ու ոնց ես որոշում, որ գրքերն են դրանք։ Որոշելու առումով սկսենք, հա, որոշելը չափազանց սուբյեկտիվ է ստացվում։ Այն գիրքը, որը ես ինքս կկարդամ, ու այն գիրքը, որը կուզեմ, որ մյուսները կարդան, որովհետև այդ գրքի մեջ հեղինակի մոտ ինչ-որ մի ասելիք կա, որը ամենօրյա խոսքում, հա, շրջապատում չեք հանդիպի, չեք լսի, ու այդ գիրքը ու հեղինակի ասելիքը ինչ-որ մի խնդիր է լուծում, ինչ-որ մի հարց է առաջ քաշում, որը թվում է թե այսօր շատ արդիական է, հա, նոր պիտի հեղինակները կամ հանրությունը կամ հասարակությունը այդ ամեն ինչը քննարկվի, բայց պարզվում է, որ այդ ամեն ինչը քննարկվել, հաղթահարվել է շատ վաղուց, ու հանրությունը պետություն ունենալով այդ խնդիրները նորից չպիտի ակտուալիզացներ, որովհետև դրանք ակտուալիզացվել են, լուծվել են, վերապրել են, այդպիսի գրքեր եմ փորձում գտնել։ Իսկ տեխնիկական մասով ուղղակի վերցնում ենք հրատարակությունը, այդ հրատարակությունը նկարում ենք կոպիտ ասած, հա, նկարված գիրքը, հետո տառաճանաչման հատուկ ծրագրեր կան, վերածում ենք թվային տեքստի։ Թվային տեքստից վերածելուց հետո այդ տառաճանաչման ծրագրերը ամբողջական, հա, 100%-անոց արդյունք չեն տալիս։ Հայերենի դեպքում կապված հրատարակության որակից, տառատեսակից եւ վրան տեխնիկական որոշ խնդիրներից հաստատվում է 60-ից մինչև 80-90%-անոց տեքստ։ Այդ տեքստը հետո մաքրագրվում է, մի անգամ եւս սրբագրվում է համեմատելով տպագրի հետ, մեկ անգամ եւս վերասրբագրվում է ու դրանից հետո փոխարկվում է արդեն էլեկտրոնային գրքի ձևաչափով, հա։ Այդ էլեկտրոնային գիրքը ինքը հոսում տեքստ է, հա, սկզբից մինչև վերջ, գրքի պես ունի կազմ, ունի հրատարակության մասին տվյալներ, որ հրատարակությունն է հեղինակի, ակադեմիական հրատարակությունը, ակադեմիականը չի, ով է խմբագիրը, հետո բովանդակություն, հա, որը հղումների պես են, հա, գնալ միանգամից առաջին գլուխ, գնալ վերջին գլուխ։ Տեքստը հնարավոր է մեծացնել, փոքրացնել, տառատեսակները փոխել, ինչ տառատեսակով ուզում եք կարդալ։ Տեքստը հնարավոր է նշել, տարածել սոցիալական ցանցերով։ Սա լիքը շատ առավելություններ է տալիս էլեկտրոնային գրքի այդ ֆորմատը, բայց դրա հետ մեկտեղ էլեկտրոնային գիրքը փոխում է նաև գրքի մասին մոտավորապես պատկերացումը, հա, այն գիրքը, որը ունեք ֆիզիկական ծավալով, ձեր մոտ ինչ-որ զգացողություններ են առաջինը դիսկոմֆորտի զգացումը, որը կա էլեկտրոնային սովորական գրքի պայմաններում,
Էլի զգայական մակարդակում է, ու ինչ որ պատկերներ են ստեղծվում, ինչ որ տաք վառարանի մոտ նստած մի բաժակ սուրճով կամ թեյով գրքի հոտը տեղին գույնի եւ այլն։ Այդ էջերում թողած քո զգացողությունները, չէ՞։ Թեշտել էջը, չգիտեմ, էջը ծալել, հետո բացել, ուրախանալ, որ այս էջը ծալած էր եւ մատիտով գծել, նշումներ անել եւ երբեմն եթե նկատել ես, օրինակ ես ունեմ հստակ այդ տեսակ զգացողություն, շատ հաճախ ես մոռանում եմ գրքի սյուժեն, բացարձակապես ինչի մասին էր գիրքը, որի ես ասեն կարդացել եմ 10 տարի առաջ, բայց ես իմ մեջ կրում եմ օրինակ այն զգացողությունը, ինչը թողել է այդ գիրքը իմ մեջ, զգայական մակարդակի, բանի երբեք չի հեռանում, կարող է սյուժեն, պատկերները, կերպարները այդպես մոռացվեն, անուններ, տարեթվեր եւ այլն, բայց թողած զգացողությունը միշտ մնում է, երբ որ գիրքը ձեռքդ է եղել։ Պիտի ասեմ, որ ես դեռ համառորեն շարունակում եմ ֆիզիկական կերպար ունեցող գիրք կարդալ։ Այդ զգացողությունները առաջանում են նաև էլեկտրոնային գրքեր կարդալուց, այստեղ ամենակարևոր ինչ պատկերային մակարդակում մնում է կազմն է, բայց շատ հետաքրքիր մի առավելություն ունի, այդ տեխնիկայի տրված առավելություններն են։ Հնարավոր է տեսնել, թե մյուսները ինչպես են կարտացել այդ գիրքը, ինչ են նշել, ինչ են այդ նշել, ինչ են տարածել, արդյոք նույն հատվածը, որը մյուսները հավանել են, նույն գիրք ընթերցողները հավանում ես դու ինքդ թե չէ, ինչ արձագանք են թողել մեկնաբանությունների տեսքով կամ փոքրիկ գրախարցիկ գրախոսականներ գրելու տեսքով, այդ ամեն ինչը հավաքում է եւ դու մաս ես դառնում գրքի շուրջ ստեղծված միջավայրի ու գիրքը ստացվում է եւ ինքդ ստեղծում այդ միջավայրը։ Կա քո ընթերցած գրքերում, մասնավորապես էլեկտրոնային դարձած գրքերում, վերջին շրջանում հատկապես մի գիրք, որը անverջ այսպես մտքումդ պտտվում է եւ շատ բան է արել վերջին շրջանում քո ներսում։ Գրքերը ինչքան էլ բանալ, ինչի ես նախադասությունը, գրքերը իրոք գտնում են ընթերցողին ու մարդուն ինչ որ մի ժամանակաշրջանում։ Վերջին գիրքը, որը ինչ որ մի բան փոխեց կամ օգնեց ինչ որ մի բան հասկանալու, Համսունի սովն էր։ Բոլորին թվում էր, թե Համսունի սովը կոպիտ ասած, սովի մասին է։ Չէ, սովի մասին չի։ Ինչ լավ է ասացիր, ես էլ եմ այդպես մտածել։ Մարդուն ասում են, որը փորձում է ինչ որ մի բան փնտրել, գտնել, այդպիսի մի զգացողություն կար նաև, որ գրքի հետ ապրում է, գիրքը իրոք ձերն է, Խեչոյանի Խնկի ծառերը։ Այդ, չգիտեմ, մանկությունը վերապրել, ծնողներին հիշել, տատերին հիշել, տատերի պատմածը, միջավայրը, այդ գույնը տեսնել, գույնը իրոք տեսնել ու լսել են պատմությունները, որոնք անընդհատ քո շրջապատում լսվել են, տարածվել են, պատմվել են, ու այդ Խեչոյանը չգիտեմ։ Ինձ թվում է Խեչոյանի Խնկի ծառերը հենց այն քո ասած քարն է, որը դու փնտրում էիր Գերմանիայում ու չկար, որին պիտի թիկունքը դեմ տաս տաքանալու ու ջերմանալու։ Պատկերացնում եմ, եթե Խեչոյանը թարգմանվեր ու տարածվեր, հրաշք ուղղակի, հրաշք։ Դու Համսունի սովը հիշատակեցիր, ես դրա հետ կապված քեզ մի հարց ունեմ, ոչ բուն գրքից։ Մի քիչ նատուրալիստական է իհարկե հնչում հարցս, բայց մենք բոլորս չհագեցող ինչ որ սովի մեջ ենք, բան ենք փնտրում անընդհատ, միայն թե գտնենք հատկապես այն ինչ որ մենք ուզում ենք, մենք պատրաստ ենք չուտել ինչ որ բան, միայն թե ինքներս մեր աչքում չընկնենք, ինչպես Համսունի հերոսներ շատ բաներից հրաժարվում, ամենից շատ Մարատ։ Ինչ ես դու փնտրում, որ այդպես էլ չի գտնվում, որտեղ է քո սիրտը շատ ավելի անհանգիստ, որովհետև ինչու եմ հարցնում, քո գրառումներից ես նաև հասկանում եմ բլոգդ ընթերցելիս, այնքան էլ հաճախ հաշտ չես ինքդ քեզ հետ, անդադ որոնում կա, անդադ ինչ որ կիսատության զգացում կա, ինչն է քեզ տենց շատ ներսից տակնու վրա անում, որը դու շարունակում ես Համսունի հերոսի պես փնտրել։ Չգիտեմ, անկեղծ չգիտեմ, բլոգի գրառումներում ինչ որ շատ եսակենտրոն է ստացվում, բայց աշխարհն է իրոք այդպիսին, այդ ամեն ինչը կապված է իմ պապի հետ ու պապի իմաստության հետ, պապը լուր էր, ինչքան հիշում եմ ծխում էր, ու լուր էր, բայց պարտադրում էր, ստիպում էր, այդ իր լռությամբ աշխատել, ու այդտեղից մնում էր համբերությունը, որ ամեն ինչ անցողիկ է, կան ինչ որ մի բաներ, որոնք մարդ են
դարձնում, հա, պահում կամ չգիտեմ, այդ մարդկայնություն ասածը, այդ մարդկայնություն ասածը նախ զսպության մեջ էր, զուսպես, դու ոչ մի բան չես պահանջում ուրիշից ոչ մի բան չես ակնկալում, չես նեղանում, աշխատում ես օգնել կամ չօգնել, եթե նույնիսկ օգնում ես, այնպես ես օգնում, որ չզգա մյուսը, այս ինչ-որ մի հատ իդեալական է ստացվում, ինչ-որ դատարկ բառերի շարան չի, հասկանում եմ ու բլոգը նրա համար է մեկ մեղադրում են թե այս ամեն ինչը քո զգացածն է ինչ ես հանրային դարձնում չգիտեմ հետաքրքիր է ճանաչել մարդուն ինչով է ապրում ինչով է շնչում եւ ի վերջո գիտես եւ հետաքրքիր է եւ օրինակ նաև հենց դրա համար ես դու այսօր այստեղ հյուր որ զրուցենք հասկանանք ինձ միշտ հետաքրքրել է իմ կողքի մարդը ինչպես է նայում այն ամեն ինչին ինչը ես եմ տեսնում ինչպես է կրում այն ժամանակը որի ես եմ ապրում որի մեջ ես եմ եթե դու փորձեիր Սարոյանի քո կյանքի ժամանակը հիշում ես այն հայտնի պիեսը որտեղ ինքը նախաբան ունի եթե փորձեիր դա ձևափոխելու լինեիր առաջին նախադասությունը ենթադրենք վերցնենք որ կյանքի ժամերն ապրիր այնպես որ այ դու ինչ կշարունակեիր այդտեղ Չգիտեմ, այս առումով ես ավելի շուրջ ճակատագիր կասեք դրան կամ ի վերուս տրված չի ստացվում ծրագրել կյանքը, այդ կյանքի ապրելու մեջ ինչ-որ հստակ մեր ռացիոնալիստական, տրամաբանական քայլերի շարունակությունը եւ այլն, չկա այդ ամեն ինչը երևի։ Չգիտեմ, իմ համար ամենակարևորը ինքդ քո շրջապատի հետ հաշտ չեմ ասի քո հետ հաշտ կամ ներդաշնակ ապրելու փորձն է։ Բայց դա դժվար բան է, չի ստացվելու, երբեք չի ստացվելու։ Այն հայտնի մենք ենք մեր սարերի մեջ, հիշում եք պատկերը, երբ Մայր Մկրտչյանը փորձում է եզը շուրջ տալ, ասում է մարդ մի կին չի կարողանում շուրջ տալ, դու եկել ես ուզում ես մենակը ոնց ամբողջ եզը շուրջ տամ։ Այսա Ուղղակի երևի ինչ-որ պահից այդ կռիվն ու անհաշտությունը դառնում են ոչ թե քեզ ճզմող, խեղճացնող, քեզ տապալող երևույթներ, այլ դու դրա մեջ փորձում ես ուրիշ մի ապրեցնող բան գտնել, էլի, որ դու երևի թե զգալով քո ներկայությունը աշխարհում, ներկա ժամանակը զգալով, որ դու էլ ես հայտնվել այդ կռվի, այդ խմորումների մեջ, ուղղակի դա քեզ արդեն բերում է այդ լինելիության երջանկության զգացումը հավանաբար։ Երևի դա է հաղթում, չգիտեմ։ Լեմ ասել, մեր բարբառում բան կա, փուքսը թափելու, կամ փուքսը թողնելու, այդ ամեն ինչը ինչ կուտակվում է քո մեջ ու ինչ դժվար է պահել քո մեջ ու երևի մարդկային էությունն է, որ կիսվել, ցույց տալ, փորձել, փնտրել, ինչ են գրքեր մենք կարդում միշտ հարցը միշտ ինձ հետաքրքիր։ Հա, իրոք, ինչ ենք կարդում։ Գրքերը կարդում ենք, որ մենակ չմնանք։ Որ ինչ-որ մեկն էլ կա աշխարհում, որը նույն ճանապարհով է անցել կամ ինչ են անընդհատ թվում, որ այս հերոսը ես եմ, այս հերոսը ես եմ, այս հերոսը ես եմ, որտեվ ձեզ թվում է, որ դուք եք նրա պես ապրում կամ նա էլ է ձեր պես ապրում, այդ մենակության, անօգնականության անճարության, զորության, զգացումը մի փոքր օգնում են հաղթահարել։ Դուք միակը չեք այս աշխարհում կոպիտ ասած։ Մի անգամ մեր լավագույն ժամանակակից բանաստեղծներից մեկը Ավագ Եփրեմյանը այսպիսի մի բան էր գրել, որ եկեք հավաքվենք միասին ու հիանանք միմյանց մենակությամբ։ Հիմա գրողի հետ հանդիպումը առանձնանալու, որևէ գրքով ապրելու, այդ իրար մենակությամբ հիացնելու ինչ որ process է նաև ինչ որ չափով։ Մարատ, ինչն է ամենից շատ այնուամենայնիվ քեզ երջանկացնում։ Եթե երջանկություն ասվածը կա, քեզ տալիս է զգացողությունը։ Երջանկությունը իմ մոտ, եթե փորձենք ժամանակի մեջ ինչ-որ հստակեցնել, պահեր են։ Երջանկությունը, երբ որդիդ կոպիտ ասած հեծանիվը ջարդելը եկել է ու նայում է քո աչքերի մեջ ու ակնկալում է, որ դու իր հեծանիվը կսարքես, ինքը կնստի, հեծանիվը կքշի կգնա։ Երբ աղջիկդ սպասում է մի ամբողջ օր, որ դու գործից հետ վերադառնաս տուն ու մի մուլտֆիլմ իրար հետ նայեք։ Երբ գնում ես տուն, հայրենիք իմ այդ ասած հայրենիքը, հայրդ գալիս է դիմավորելու ու
քեզ չի բարևում, որովհետև դու իրենից չես հեռացել այդ բարևելու կարիքը անհրաժեշտությունը չկա։ Երբ արևը շատ պայծառ է, բայց եղանակը շատ ցուրտ է ու չես տաքանում։ Այդ փոքրիկ ինչ որ վարքյանների շարքեր են։ Դու ինչով ես ուզում, ինչով կուզեիր օգնել մարդկանց, ինչ կուզեիր անել, ինչ փոխել մարդկանց մեջ կամ քո միջավայրում, որ մի քիչ ավելի հեշտ ու սիրուն դառնար այս ամեն ինչը։ Փոխելի առումով ես մի փոքր թերահավատ եմ։ Եթե մարդը ինքն իրենով չի զգում այդ անհրաժեշտությունը ու ինքն իրենով իր կյանքում ինչ որ մի բան չի փոխում, դժվար է ուրիշը։ Փոփոխությունը մարդը ինքը պիտի իր ներսից սկսի, հա։ Քո սեփական փորձը մյուսին պարտադրել, քո սեփական ճանապարհը մյուսին ցույց տալ, ինքը պիտի վերապրի իր իսկական կամ իր համար այն ճանապարհը գտնի, որ իրեն կոպիտ ասած ներքին եսի հետ հաշտություն կբերի։ Ինքն է իր ճանապարհը պիտի անցնի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Մենք դեռ կհանդիպենք։ Ես զրուցում էի Արևելագետ, Երևանի Պետական Համալսարանի դասախոս Յավրու հրաթերակցության հիմնադիր Մարատ Յավրումյանի հետ։ Ձեզ հետ Մերի Մուսինյանն էր։